Տեսեք հիմա օրինակ սոցիալական ապահովության թեման շատ շահարկվում է, բայց մենք էս էլ պետք է, ես ինչի եմ ցույց տալիս բյուջեի ձևավորման այս համակարգը։ Որտեվ պետք է հասկանանք, որ բյուջեն, որով այդ թվում բան է արվում, վճարվում է անապահովության նպաստը, գործազրկության նպաստը վճարվում է աշխատող մարդկանց հաշվին։ Այսինքն եթե կարա չէ, եթե մի քաղաքացին իրավունք ունի, ասի, որ գիտեք ինչ ես չեմ աշխատում, կառավարություն, բերեք իմ ծախսերը հոգացեք, եթե մի քաղաքացի այդ իրավունքը ունի, իսկ իրավունք ունեն բոլոր քաղաքացիները։ Մենք էլ մի օր բոլոր քաղաքացիներն ասում են կառավարություն, դե որ տենց հա, այս մի հոգու բոլոր հնարավոր ծախսերը հոգում եք, ես չեմ աշխատում, հոգացեք իմ ծախսերը։ Եկեք պատկերացնենք տեսական իրավիճակ, երբ որ 2026 թվականի նոր տարին տենց առանձնահատուկ լավ է ստացվում, մեկ էլ քաղաքացիները գցում բռնում են, ասում են սկզբունքորեն չենք աշխատում։ Այն է բանի համակարգ կա, անապահովության գնահատման համակարգ կա, որը քաղաքացիներին բանա պետք է ապահովի, չէ, պարտքն է, չէ, պետության ապահովել քաղաքացիների սոցիալական, թող ապահովի։ Եվ քաղաքացիները համընդհանուր ասում են չենք աշխատում, կառավարություն նպաստ տուրում ես, առողջապահություն, դպրոց, մանկապարտեզ, ճանապարհներ, լուսավորություն եւ մնացած ամեն ինչ։ Թթվասերներն նիսա են կառնելու։ Որտե՞ց, Ժողովուրդ ջան, որտե՞ց։ Չի լինում տեն։ Հա, ճիշտ է ասում։ Թթվասերի արտադրողն էլ չկա, որ արտադրի, որ գոնե նիսա առնենք։ Ես ուզում եմ ասել, որ ես երբեմն չեմ հասկանում, որովհետև երբեմն ասում եմ առանձնահատուկ սոցիալական խմբերի դեպքում դա հանրային համերաշխության խնդիր է, բայց երբեմն անկեղծ ասեմ, ես ինձ համար ընդունելի չի որոշակի բան է, հազար ներողություն այդ բանի համար, ասենք այդ որոշակի մուննաթային տոն, որտեղ բան մենք չենք աշխատում 20 տարի է, ուսեն տուն չունենք, այս չունենք, այն չունենք, այն չունենք, այն չունենք, հիմա հազար ներողություն իհարկե բանի, բայց եթե հիմա ես էլեկտրոնային փոստս բացեմ, էկրանին արտահայտվեն, ասենք ես դա խնդիր է, մենք պետք է ասենք դա նորմալ չի, Ժողովուրդ ջան, տենց բան ասել գիտես ինչ չեմ աշխատում, Ուն չունեմ, ես չունեմ, խնդրում եմ ապահովել ինձ, չի լինում տեն Ժողովուրդ ջան, չի լինում, դա նորմալ հանրային հարաբերություն չի, բայց ես այս առումով ուզում եմ նաև ընդգծել, որ էս է նաև պատճառը, որ մենք հայտարարում ենք, որ կրթությունը մեզ համար ռազմավարություն է, կամ կրթությունն է մեր ռազմավարությունը, որովհետև երբ որ նման դեպքերի մեջ խորանում ես, հասկանում ես ինչն է դրա պատճառը, հասկանում ես, որ դեպքերի 80%-ում խնդիրը կրթության մեջ է, կամ մարդիկ, ովքեր աշխատում են, բայց սոցիալական մինիմում չեն կարողանում ապահովել, ստեղ էլ է խնդիր կրթության մեջ, որովհետև այդ մարդիկ օբյեկտիվորեն չունեն որակավորում ավելի բարձր աշխատավարձ ապահովող սեգմենտներում աշխատելու։ Եվ ես կարծում եմ, որ բյուջետային քննարկումները շատ լավ առիթ են, որպեսզի մենք այս բոլոր շերտերին անդրադառնանք, բայց վերադառնալով առողջապահության համընդհանուր ապահովագրության համակարգը, որից համոզված եմ բյուջետային քննարկումների ընթացքում մանրամասներով կխոսենք։ Կարևոր եմ համարում նաև ընդգծել, որ 55 միլիարդ դրամ տրամադրվելու է Ղարաբաղի մեր քույրերի եւ եղբայրների բնակապահովման եւ այլ կարիքների խնդիրների հասցեագրման համար։ Շարունակվելու է անկանխիկ եղանակով թոշակառուների ծախսերի ետ վերադարձի համակարգը զարգանալու է եւ 2026 թվականին սա հասնելու է 20%-ի ներկայիս 12%-ի փոխարեն։ Ես ուզում եմ ընդգծել, մենք մի X պահից նախկինում մենք որդեգրեցինք քաղաքականություն, սա ըստ էության թոշակի բարձրացում է։ Բայց այո, նաև հանրային համերաշխության տրամաբանության մեջ մենք խնդրում ենք եւ մեխանիզմ ենք ստեղծում, որ այդ թվում թոշակառուները որոշակի ներդրում ունենան
հենց իրենց եկամուտները ապահովելու գործում, որ վատ արգահատելի ոչ մի բան չկա դրա մեջ։ Բայց հաջորդը մենք այս տարին ներդնելու ենք համընդհանուր ետ վճարի համակարգ։ Այսինքն բոլոր քաղաքացիները անկախիկ առևտրի դեպքում իրենց առևտրի որոշակի տոկոս հետ են ստանալու։